չարձագանքեց նրա փոխանցմանը եւ մալթացիները սկսում են գրով խորքից եւ սկսում են խաղարկելով, տեսեք բավական վստահ փոխանցում առաջ, խաղից դուրս չկա, վտանգավոր դրություն է արված, եւս մեկ արված եւ գնդակը ցանցում։ Այսպես ենք սկսում Մալթայի հետ հանդիպումը։ Պարոնայք 8-րդ րոպե եւ 0-1 Միքայել Միվսուտ, հենց նրա մասին ես խոսում եմ եւ այս ֆուտբոլիստն ապացուցում է, որ նրան աչքաթող չի կարելի անել ոչ մի դեպքում։ Տեսեք, այստեղ շատ արագ հակագրով ստացվեց, Միվսուտը խուսափեց կարծես թե խաղից դուրս վիճակից, հարվածեց, Բերեզովսկին փրկեց, երկրորդ հարվածը նորից տեսնենք այս պահը, հետևում է մեկ փոխանցում, երկրորդ փոխանցումը նախորդ կրկնապատկերի ժամանակ խաղից դուրս ավելի վառ էր հնդգծված, այդ ավելի ճիշտ խաղից դուրս վիճակի գիծը։ Մի խոսքով Միքայել Միվսուտը երկրորդ փորձից գրավում է դարպասը։ Երկրորդ գոլը Մալթայի հավաքականի ընտրական այս մրցաշարում։ Այնինչ չկարողացավ Մալթան մեր հավաքականի հետ խաղում անել սեփական դաշտում, արեց մրցակցի դաշտում։ Եվ հիմա ոչ մի դեպքում իհարկե չլռեն տրիբունաները, պետք է ակտիվացնել ֆուտբոլիստները